Ողջունում ենք բոլորիդ Տավուշում եւ պարոն նախագահ, դուք գիտեք, որ եկեղեցու հետ պետություն, չէ ասի պետություն, ասեմ կառավարություն, հարաբերությունները այդքան էլ լավ չէ, մի քիչ ձեռագերտում են եւ անգամ բանահասել են նրան, որ զորամասերից գնդերեցների հեռացրել է եւ գնդերեցների ծառայությունը, այսպես ասենք, դադարեցրել է։ Նախ ձեր կարծիք կուզեի այդ հարցի շուրջ լսել եւ երկրորդը, չեմ ասի ձեր հաղթանակից, մեր հաղթանակից հետո գնդերեցները կմտնեն զորամաս, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Իհարկե պետք է երակալում է այդ ծառայությունը։ Ենթադրում եմ, որ Հայաստանում ազնիվ լինենք։ Ոնե մեկ կարող է մի քանի տարի առաջ ենթադրել, որ մեր մոտ կարող է լինել նման կարգի պայքար եկեղեցու դեմ, կամ որևէ ընտրությունների մասնակցող կուսակցություն կարող է իր ծրագրերի մեջ ներառել այդ պայքարը։ Ես խնդրում եմ, եթե գոնե մի օր կա, որ պայքարը կարող է կանխատեսել, թող ձեր կբարձրացնեք։ Կան այդպիսի մարդիկ։ Սա արտարոց երևույթ։ Մի քանի տարի առաջ մեկ կուսակցություն նման մի եկեղեցու վերաբերող որևէ բան անհարգալից ինչ-որ մի նախադասություն գրել իր ծրագրերում 0.000 քանի տոկոս կարող։ Այսօր միջակը ուրիշ է, որտեղ այսօր ամբողջ քարոզչական մեքենան դրել են եւ աշխատացնում են դրա օգտին։ Եվ հիմնական այդ քարոզչական մեքենան անորեն երաժշտությունն է, որը վերարձակվում է ձեր փողերով, ձեր հաշվի, բյուջեի հաշվին Հայաստանում է եւ գյուղերում նայում են։ Հիմա ժամանակին նույն գերմանացի աշխատասեր կարգապահ ժողովուրդը քարոզչական տակ մնացին եւ ֆաշիզմը դառավ Գերմանիայում համատարած գաղափարախոսություն։ Հետևանքները գերմանացուց համար հայտնի են։ Ես ինչի համար եմ դա ասում։ Քարոզչական մեքենան կարող է դեֆորմացնել շատ բաներ։ Մեր մոտ այսօր դեֆորմացված է մեր ինքնության կարևորագույն գործոններից մեկը։ Պետք է վերանայվի եւ պետք է ուղղակի, ասենց ասեմ, այդպիսի միջավայր մթնոլորտ ստեղծվի, որ ոչ մեկի մտքով երբևէ չանցնի, որ կարող է նման կարգի քարեր անել ապրել։ Բայց ամենից մեծ պատիժը ժողովուրդը է։ Շնորհակալ եմ, որ այս հարցը բացահայտվեց, օգտվելով առիթից մի բան ավելացնեմ, որ մենք այս հարցերին անդրադարձել ենք մեր նախընտրական ծրագրում։ Ուղղակի որ առանց սպասելու քաղաքացիները կհարցնեն, չեն հարցնի, սա մեզ համար այդքան կարևոր հարց է։ Նախ մեր սկզբունքներում ամրագրված, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր ինքնության հիմքն է, բայց ավելի կոնկրետ շատ հստակ ասում ենք, որ մեզ համար եկեղեցու պաշտպանությունը առաջնահերթություն է ու հաղթանակից հետո Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ բոլոր տեսակ հետապնդումները առաջնահերթ պիտի դադարեցվեն, բոլորը պիտի ազատության մեջ լինեն, Բաղդադ Սրբազանը պիտի վերադառնա ձեզ մոտ։ Բացի դրանից, բացի եկեղեցու սահմանադրական կարգավիճակը պաշտպանելուց, եկեղեցապատական շինությունների եւ գույքի վերադարձ հայ առաքելական սուրբ եկեղեցու։ Սա մեզ համար պետականությունը պաշտպանել է։